Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում են տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն-ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու, քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։ Ավագ եւ միջնակարգ դպրոցներում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի ներդպրոցական փուլը։ Որոշ առարկաներից օլիմպիական աշակերտների գիտելիքները ստուգվել են դեկտեմբեր ամսին։ Այսօր մաթեմատիկա առարկայի ստուգատեսն էր, որին Կապանի համար 2 ավագ դպրոցում 60-ից ավելի աշակերտ էր մասնակցում։ Այս օլիմպիադաները անց են կացվում մի փոքր այլ ձևաչափով, արդեն 3-4 տարին է աշակերտները նախորդ հայտագրվում են, հայտագրվելը կատարվում է դեկտեմբերի վերջին եւ հիմա արդեն օլիմպիադաների ընթացքն է։ Այսօր մաթեմատիկայի օլիմպիադան է, հայտագրված մոտ 7 տասնյակ աշակերտներից 62-ը մասնակցում են օլիմպիադային։ Մասնակցում են 9-ից 12-րդ դասարանի աշակերտներ։ Դպրոցում օլիմպիադային նախապատրաստվում են մեծ սիրով ու պատասխանատվությամբ։ Մեդալի թեկնածու Աննա Թևանյանն ասում է, որ ամեն տարի մասնակցել եւ ակնառու հաջողություններ է արձանագրել։
Մաթեմատիկայի օլիմպիադային արդեն 3-րդ տարին է, որ մասնակցում եմ։ Այս տարի ընթացակարգի մեջ փոփոխություններ են կատարվել, գիտեմ, որ A եւ B մակարդակի մաթեմատիկայի թեստեր են մտցվել եւ ես գրում եմ B մակարդակի թեստը, որը ավելի հեշտ է, իսկ A մակարդակը նախատեսված է ֆիզմատ ուղղություն ընտրած աշակերտների համար։ Թեստը միջին բարդության է, ոչ այդքան բարդ, կարծիքով կանցնեմ հուսանք։ Կոնկրետ մաթեմատիկայից անցած տարի հասել եմ ինչ-որ մարզային փուլ, մարզայինում ճիշտ է առաջին տեղն էի բռնել իմ տարիքայինների մեջ, սակայն ցածր միավորի պատճառով չանցա հանրապետական փուլ, այս տարի հուսամ, որ կանցնեմ նաև հանրապետական փուլ, իսկ մնացած առարկաներից շատերին եմ մասնակցել եւ հանրապետականից բազմաթիվ կարգեր ունեմ։ Արթուր Նավակյան փայլուն գիտելիքներ ունի մաթեմատիկայից։ Մաթեմատիկան սիրում եմ ես, առարկան դուրս է գալիս եւ ամեն տարի փորձում եմ մասնակցել։ Մի բան ավելի է սովորում, մի բան ավելի է իմանում։ Չի ասի, որ շատ դժվար է, բայց էլի ժամանակը քիչ է, պիտի շտապես, որ հասցնես։ Մեծ սպասումներ չունեմ, ինձ համար է մասնակցում ու ավելի զարգանա ուղեղս։ Ապագա ծրագրավորող ինժեներական լաբորատորիայի լավագույն սան Արտյոմ Գրիգորյանն էլ որոշել է հնարավորինս առաջ գնալ։ Այդքան էլ հեշտ չի, բայց ստացվում է։ Ամենաշատը հասել եմ մաթեմատիկայից մարզային փուլի, նաև քիմիա առարկայից, աշխարհագրություն, էլի մարզային փուլին։ Այսօրվանից մեկը մյուսին կհաջորդեն բնագիտական առարկաների օլիմպիադաները։ Դպրոցի փոխտնօրեն Հայկ Հակոբյանը նշեց, որ ամեն ինչ անում են ըստ կանոնակարգի։ Մենք ստացել ենք ձևաթղթերը, թեստերն էլ բազմացել ենք ստանալուց հետո 12:30-ից սկսել օլիմպիադան։ Տևողությունը 150 րոպե, մեր հաշվարկով մինչև ժամ 3-ը պետք է աշխատեն։ Գրեթե օրը մեջ է լինելու, հաջորդ ասենք քիմիան է լինելու, հունվարի, փետրվարի 2-ն է լինելու։ Օր մեջ այս եւ մյուս շաբաթվա մեջ այդ բոլոր օլիմպիադաները կլինեն մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը եւ ինֆորմատիկան։ Վերջինը ինֆորմատիկան փետրվարի 13-ին լինելու է փորձնական ձևով, ասել եմ մի քիչ այլ կերպ լինելու, նա արդեն իսկական էլեկտրոնային տարբերակով։ Իսկ փետրվարի 14-ին իսկական օլիմպիադան լինելու ինֆորմատիկայից։ Դպրոցը միշտ էլ աչքի է ընկել օլիմպիական բարձր ցուցանիշներով, այս տարի էլ է հավակնում մրցանակների։ Սպասում ենք, որ արդյունքները մեզ գոհացնեն, իհարկե մեզ ոչ այնքան գոհացնող են տարածաշրջանի նույնիսկ մարզի արդյունքները, որքան ավելի հանրապետական արդյունքներ։ Սպասենք այս տարին էլ անցած տարվա հանրապետական արդյունքների նման ու ինչու՞ չէ, նաև մի քիչ ավելի արդյունքներ ունենալ։ Իդեպ թեստային աշխատանքները ստացվել են առցանց եղանակով։ Թեստերն ենք առցանց ստացել, էլեկտրոնային տարբերակով միայն ինֆորմատիկան է։ Մնացածները, ինչպես տեսնում եք, թեստերը ստացել են աշակերտները ձևաթղթի վրա աշխատում են։ Ներդպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները կմասնակցեն առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը օդերևութաբանները -30 աստիճան եւ ավելի ցուրտ են կանխատեսել Հայաստանի որոշ շրջանների համար։ Կապանում այդ գիշեր -10-ից -15 աստիճան Ցելսիուս կգրանցվի։ Այսօր ասաց Սյունիքի մարզային հիդրոմետ-ծառայության համակարգող Արմեն Գևորգյանը։ Փետրվարի 1-ին, ինչպես նաեւ 2-ի գիշերը սպասվում է ձյուն, առանձին շրջաններում նաեւ սպասվում է փոթորիկ, հորիզոնական տեսանելիության ցածր ցուցանիշ։ Ինչպես նաև ամսի 1-ի գիշերը որոշ տեղերում սպասվում է քամուշ գնացում մինչև 16-ից 18 մետր վարկյան արագություն։ Հաջորդ ամսի 2-ի գիշերը, ինչպես նաև 3-ից մինչև փետրվարի 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ուրեմն նախալեռներում սպասվում է գիշերը, նախալեռներում սպասվում է 18-ից 23 աստիճան ցուրտ, իսկ հովիտներում 10-ից 15 աստիճան ցուրտ, այսինքն օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 10-ից 15 աստիճանով։ Ցերեկվա ժամերին սպասվում է -2-ից -5 աստիճան ցուրտ, դա հովիտներում, եւ -5-ից -10 աստիճան ցուրտ, դա արդեն նախալեռներում։ Ընդհանուր առմամբ փետրվար ամիսը նախորդ տարիների համեմատ ցուրտ կլինի ու դյունառատ, ջերմաստիճանը նորմայից ցածր է սպասվում, ասաց Արմեն Գևորգյանը։ Փետրվարը հիմնականում միջին ջերմաստիճանը սպասվում է -2-ից -3 աստիճան, դա արդեն տարիների միջինի հետ համեմատած, այսինքն ավելի ցուրտ կլինի նախորդ տարիների համեմատ։ Իսկ առանձին օրերին սպասվում է մինչև 20-ից 25 աստիճան ցուրտ,
հովիտներում եւ 25-ից 30 աստիճան ցուրտ նախալեռներում։ Գիշերը սպասվում է այդպիսի ցածր ջերմաստիճան։ Համեմատաբար մեղմ է լինելու փետրվար ամսվա 3-րդ տասնօրյակը։ Երրորդ տասնօրյակում արդեն սպասվում է ջերմաստիճանի տաքացում, հովիտներում +3-ից +5 աստիճան տաքություն, նախալեռներում 0-ից +3 աստիճան տաքություն։ Փետրվարը ընդհանուր առմամբ կլինի տեղումները կլինեն ավելի բարձր։ Իդեպ Արմեն Գևորգյանի հետ զրույցում անդրադարձանք նաև վերջերս քննարկված հարցին, մարզում առկա կայանների թվին եւ Կապանում դրա բացակայությանը։ Կապան քաղաքի տարածքում անհրաժեշտ է բավականին բաց տարածք ոդկայան ստեղծելու համար, որը ցավոք հիմա դժվարությամբ կարող է գտնվել։ Հարցը կարող է լուծվել ավտոմատ կայանի տեղադրմամբ, որը կախված է բավականին մեծ ֆինանսների հետ։ Ցավոք սրտի առայժմ այդ խնդիրը չեն կարող այլ կերպ լուծել։ Եղածները, քանի որ Սյունիքի մարզը բավականին բարդ կլիմայական տարածք ունի, այսինքն կան եւ ձորեր եւ սարեր, դրա համար 5 կայանով բավական ճշգրիտ այդպիսի տվյալներ ապահովել բոլոր տարածքի համար չենք կարող։ Առավել ճշգրիտ տեղեկատվության համար անհրաժեշտ է դրանց թիվն ավելացնել, ասում է Օթեր Վութաբանը։